Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից և հետագա խաղաղ միացումը Միացյալ Նահանգներին առանց ռազմական ուժի կիրառման։ Գրենլանդիա կատարած այցի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը կհարգի անկախ Գրենլանդիայի ինքնիշխանությունը, ռազմական ուժ չի օգտագործի Գրենլանդիան գրավելու համար, բայց կարող է օգտագործել իր զինված ուժերը պաշտպանվելու Ռուսաստանի կամ Չինաստանի ներխուժումներից։ ԱՄՆ փոխնախագահը նաև մեղադրել է Դանիային Գրենլանդիայի անվտանգության համար բավականաչափ ներդրումներ չանելու համար։ Վենսի խոսքով Թրամփը հավատում է, որ Գրենլանդիան ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև աշխարհի անվտանգության կարևոր բաղադրիչն է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Գրենլանդիան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին միջազգային խաղաղության ապահովման համար։ Նա հավելել էր, որ այդ տարածքում կան չինական և ռուսական նավեր, որոնց մասին հոգ տանելը Վաշինգտոնը չի կարող թողնել ոչ Դանիային, ոչ էլ որևէ այլ երկրի։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը Դանիայի հասցեին ԱՄՆ փոխնախագահի հնչեցրած մեղադրանքներից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Դանիան կարող են միասին աշխատել Արկտիկայի անվտանգության ուղղությամբ։ Ռասմուսենն ասել է, որ թեև իրենց դուր չի գալիս Վաշինգտոնի մեղադրանքների հնչերանգը, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ ուղիներ, որպեսզի Միացյալ Նահանգներն ավելի ծանրակշիռ ներկայություն ունենա Գրենլանդիայում 1951 թվականի պաշտպանական համաձայնագրի պայմանների համաձայն։ Ռասմուսենն իր հերթին մեղադրել է Միացյալ Նահանգներին, նրա խոսքով ամերիկացիները նույնպես բավականաչափ չեն արել Գրենլանդիայի համար։ Դանիայի արտաքին գործերի նախարարը նշել է, Միացյալ Նահանգներն այսօր ունի 200 զինվորականով բազա, մինչդեռ սառը պատերազմի տարիներին ամերիկացիները Գրենլանդիայում ունեին 17 ռազմական կայանք 10,000 զինվորով։ Թուրքիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում այսօր ևս Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցները Ստամբուլում հավաքվել են զանգվածային ցույցի։ Սպասվում է նաև կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի ելույթը։ Ցույցը տեղի է ունենում Ստամբուլի ասիական հատվածում։ Լրատվամիջոցների տվյալով Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության այսօրվա ակցիային մասնակցելու են 6 քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ։ Նրանք հանդես կգան Իմամօղլուի ազատ արձակելու և արտահերթ ընտրություն անցկացնելու կոչով։ Կազմակերպիչներն ակնկալում են մինչև 2 միլիոն մարդու մասնակցություն։ Երեկ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի անվտանգության ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հասարակական կարգը խախտողների դեմ։ Ելույթ ունենալով Ստամբուլում Էրդողանը ընդդիմությանը մեղադրել է սադրանքի համար։ Արդարություն փնտրելու պատրվակով նրանք փորձեցին շատ վտանգավոր սադրանք կազմակերպել, որը ոչ մի կապ չունի ժողովրդավարության, օրենքի կամ արդարադատության օրինական միջոցների հետ, սակայն մեր ոստիկանության սառը և հաստատակամ մոտեցման, մեր ազգի ողջամիտ մոտեցման, իրենց արժանապատվությունը պահպանող մեր երիտասարդների հանգիստ դիրքորոշման շնորհիվ սադրանքի քաղաքականությունը չի հասել իր նպատակին, ասել է Էրդողանը։ Իրանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ Իրանի կառավարության անուղղակի բանակցություններ վարելու պատրաստակամությունը, սակայն Աբբաս Արաղչիի խոսքով Իրանը չի բանակցի սպառնալիքների ներքո։ Արաղչին իր խոսքում շեշտել է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան հավասարության դիրքերից։ ԱՄՆ նախագահն էլ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ, եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ նամակ է ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասվում է, որ այսպես թե այնպես պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կամ Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն ու կքննարկեն հարցեր, կամ էլ շատ վատ բաներ տեղի կունենան Իրանի հետ։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Թեհրանի հետ, նշել է ԱՄՆ նախագահը։ Այսօր Մյանմարում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երեկ Մյանմարում տեղի է ունեցել 2 հզոր երկրաշարժ 7.7 և 6.4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թայլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Երեկ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1002-ի, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հղում անելով Մյանմարի պետական լրատվամիջոցներին։ Վերջին տվյալով աղետի հետևանքով վիրավորվել է 2376 մարդ, հազարավոր անհետ կորածներ կան։ Մերի Ներսիսյան, լուրեր։